չզիջելու այդ իր կոնցեպտի մեջ, ասում է, եթե դու կարդաք այդ 17 կետերը, նախ ասում է, որ հələ չենք հրապարակում, որովհետև միակողմանի որ հրապարակենք, ընդդիմությունը կսկսի շահարկել, սխալ ներկայացնել, կարող ազդի process-ի վրա, թողեք ստորագրենք, նոր հրապարակենք, այդ իր երթի պրոբլեմատիկա, որտեղ մենք տեսնում ենք, հա, սովորաբար երբ որ ինքը մի բան որոշում է ստորագրել, վերջին ինչա լինում, բայց ինչևէ։ Ասում է, եթե նայեք, ուրեմն մենք միակողմանի որևէ բան չենք զիջում, այսինքն երկու ստեկ ենք զիջում։ Օրինակ, երբ ասում ենք, որ միջազգային ատյաններից հետ քաշենք, ուրեմն բաները, մեր այդ գործերը, իրանք էլ են դա անելու։ Էլ չի ասում, որ արա պրոբլեմը այնա, որ մենք ենք այդտեղ ճիշտ, իրանք այդտեղ հակընդդեմ հայցերն ամենակ, այսինքն էս չի որ։ Այսինքն նույնն է, որ օրինակ Թուրքիայի հետ աղբերություն սկսի անել ու նախապայմաններից մեկը լինի ցեղասպանության ուրացումը, հելնի ասի գիտեք մենք միակողմանի չենք այդ քայլը հետ դնում, մենք չենք խոսում ցեղասպանությունից, բայց իրանք էլ չեն խոսում ցեղասպանությունից։ Ու մեկը չկա ասի դեգեներատ, բայց մեզ են ցեղասպանը, պարզա որ մենք պիտի խոսանք, իրանք խի պիտի խոսան։